Վարչական դատարանը քննելով Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփական ընտիրոջ հայցը վճռել է Էլ-ցանցերի լիցենզիան դադարեցնելու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հիմքում ներկայացված ենթադրյալ խախտումների մեծ մասը հիմնավոր, ապացուցված կամ բավարար փաստարկված չէ։ Այսինքն ՔՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառավարությունն այդպես էլ չի կարողացել իր պնդումների համար բավարար փաստեր ներկայացնել։ Սա սակայն չի խանգարել դատարանին մերժել հայցն ու լիցենզիայի զրկելու որոշումն ուժի մեջ թողնել։ Հերցախալելու գործընթաց է եւ քաղաքական է ամբողջովին։ Ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ընդգծում է, դատարանի վճիռը վկայում է պետական պաշտոնյաները պարզապես խաբել են քաղաքացիներին։ Նա ակնկալում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Կարապետյանից իր այս խոսքերի համար։ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։ Լիցենզիայի զրկելու կարգավորող հանձնաժողովի որոշման երկրորդ կետն էր վերաբերում սպառված էլեկտրաէներգիայի հավելագրումներին, թերգրանցումներին։ Վարչական դատարանն արձանագրում է, տվյալները բավարար չեն եւ հնարավոր չէ խախտումները համակարգված համարել։ Առանց հարաբերակցական գնահատման հնարավոր չէ եզրակացնել, թե արձանագրված դեպքերը կրում են զանգվածային եւ կրկնվող բնույթ, թե ունեն բացառիկ կամ դրվագային բնույթ։ Տղամարդու համար սխալվելու դեպքում ներողություն խնդրելը ճիշտ է, իսկ իրենց ներողություն խնդրելով մեր ժողովուրդը կհասկանա ինչ է կատարվում։ Ընդհանուր առմամբ ես գնահատում եմ հետի հետ կապված իրավիճակը փոքրիկ խմբակի կողմից պարտված, կոնկրետ այս դեպքում իրենք պարտվել են։ Էներգետիկայի ոլորտում Հայաստանում ընդհանրապես մասնագետ չկար, էներգետիկայից հասկացող չկար, մեծ կազմակերպություն կառավարած մարդ չկար, կառավարման խնդություններ ունեցող կամ այդ տեխնոլոգիական ինչ-որ զարգացման հետ կապված կառավարող չկար, պետք է գար ՊՎԾ-ի պետը նշանակվեր։ Ինչի, որովհետև ենթադրում էին, որ ՊՎԾ-ի պետը պետք է ապացույց գտնի, ապացույցների որակը տեսանք։ Այսինքն բոլոր ապացույցները, որը ՊՎԾ-ի պետն է գտել, պարզվեց, որ այդքան էլ ապացույց չէ։ Հանձնաժողովի երկու փաստարկն է դատարանը հիմնավոր համարել։ Մասնավորապես դատարանը գտել է, որ իրականացված ներդրումների եւ ընկերության ներկայացրած հաշվետվությունների միջև անհամապատասխանություն կա։ Դատարանը հիմնավորված է համարել նաեւ փոխկապակցված կազմակերպությունների համար վարկային պարտավորությունների երաշխավորություններ տրամադրելու պնդումը։ Հայցվորի այն փաստարկը, թե բացակայում է իրական վնասը կամ պատճառահետևանքային կապը, դատարանը հիմնավոր չի համարում, քանի որ տվյալ դեպքում վարչական մարմնի կողմից արձանագրված խախտումը պայմանավորված է ոչ թե արդեն առաջացած վնասով, այլ անթույլատրելի բարձր ռիսկի ստեղծմամբ, որը կարող էր հանգեցնել ինչպես ընկերության ֆինանսական անկայունության, այնպես էլ ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության խաթարմանը։ Փաստաբան Արամ Օրբելյանն ընդգծում է, հենց այս կետերի շուրջ դատարանում ավելի կարճ քննարկում է եղել։ Կարապետյանի ներկայացուցիչները պատրաստվում են վճիռը բողոքարկել վերաքննիչ ատյանում։ Վերաքննիչ դատարանում ակնհայտ է հիմքերը լրիվ կան վերջին 3 կետերին կամ 2 կետերին անդրադառնալ, նաև այն հիմնավորմամբ, որը ես բերեցի, որ ըստ էության այն կետերն են, որոնք ամենաքիչն են քննարկվել դատարանում կամ չենք հասցրել քննարկենք, ապացույցներ հետազոտել։ Հայաստանի էլեկտրական ցանցերն ազգայնացնել ցանկացող կառավարությունն առնվազն մինչ մայիսի 25-ն ընկերությունը հանրային գերակաշաղ ճանաչելու քայլեր չի կարող ձեռնարկել։ Ըստ դատարանի մեկ այլ որոշման ուղիղ վաճառքի շուրջ բանակցությունների ժամկետը հենց այդ օրը կլրանա։ Փետրվարին գործադիրը գինի առաջարկել սեփականատիրոջը, թե որքան կողմերը չեն հանրայնացնում։ Դատելով Կարապետյանի ներկայացուցիչների արձագանքներից թիվն իրենց պատկերացրածից փոքր է։ Իրենք ընկերության կապիտալը շուրջ $1 միլիարդ են գնահատում։